Վարժական հավաքին կամովին ներկայանալու դեպքում կազատվեք քրեական պատասխանատվությունից 25-օրյա վարժական հավաքներից խուսափելու պատասխանատվության միջոցները խստացվեցին։ Այսօր ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած քրեական օրենսգրքում եւ ռազմական ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին։ Կողմ քվեարկեցին 53, ձեռնպահ 0 եւ դեմ 26 պատգամավոր։ Այս հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով, աշխատավարձի առավելագույնը 20 ապատիկի չափ կամ ազատազրկմամբ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով։ Եթե վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, հաստատուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով կպատժվեն ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով։ Մերձավանում տեղի ունեցած սպանություններով պայմանավորված պաշտոնից ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը։ Նշենք, որ աղմկահարույց սպանությունից հետո սա արդեն 4-րդ պաշտոնանկությունն է։ Սոտքում 2023 թվականին ադրբեջանական ագրեսիայից հրաշքով փրկված զինծառայող Նարեկ Պողոսյանը նշանվել է։ Նարեկի ընտրյալը Հասմիկը ընդունել է տղայի առաջարկությունը։ Իմ կյանքում մի ուժ էլ ավելացավ, ասել է Նարեկը։ Ժամկետային զինծառայող Նարեկ Պողոսյանը ադրբեջանական կրակոցից վիրավորում էր ստացել։ Նրա անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցանկում։ Բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել նրան։ Սրտի զարկերը վերականգնվել էին։ Ադրբեջանցիների ոչխարները Սոտքի հատվածում այսօր անցել են Հայաստանի տարածք, հաղորդում են հայկական լրատվամիջոցները։ Մի ամբողջ հոտ է, բավականին շատ են, հայտնել են գյուղացիները։ Սոտքի հատվածում մեր կողմն անցած ադրբեջանական բոլոր ոչխարներին հայկական կողմը վերադարձրել է։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։